Ամենակարևորը սեփական նախաձեռնությունը, սեփական պատասխանատվությունը, սեփական քայլերն են, ինչի մասին մենք միշտ նշում ենք։ Ինչ վերաբերվում է համահայկական խաղերին, դրանք նախատիպն են եղել օլիմպիական խաղերին։ Մեր ընկերները դիմում են հերալուրային եւ հերահիլային։ Նրանք ունեն իրենց երրորդ քույրը։ Ընտրում են ուժեղները միանշանակ թույլերը փախչում են սրանից եւ ովքեր չեն վախենում իրենք եւ ավելի ուժեղանում են նրանք։ Նուրը այն մրգերից մեկն է, որն իր մեջ պարունակում է անմահության գաղտնիքներից մեկը։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5-ով։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է եւ այսօր մեծ սիրով ներկայացնում եմ շատ-շատերի համար սիրելի մարդկանց Գոհար Գրիգորյան եւ Լիլիթ Մարգարյան, դիեզերքի հարցերով վերլուծաբաններ։ Բարով եք եկել։ Բարև ձեզ։ Ասեցի շատ-շատերի համար սիրելի, քչերի համար էլ ոչ այնքան, ասենք ասենք։ Դե, ժամանակի խնդիր է։ Համեցեք, ինչպես էր նախորդ հաղորդումից հետո արձագանքները, ինչպես մարդիկ դիմավորեցին ձեզ։ Իհարկե շատ լավ, նախ ուզում եմ նորից շնորհակալություն հայտնել բոլոր մեր հայրենակիցներին, ովքեր որ աջակցում են մեզ, բայց նաև նշեմ, որ այս անգամ մի քիչ էին աջակցությունները, մեկ-երկու հոգի, բայց այսօր մենք իրոք ունեն դրա կարիքը, խնդրեմ մի փոքր ակտիվ լինել այդ հարցում։ Քանի որ դրանք ուղղակիորեն ծրագրերին են նպաստելու եւ ծրագրերի հետ են կապված, որովհետեւ շատ խոշոր ծրագրեր ունենք արժևում եւ մեր հանդիպումը որ պետք է նախատեսվի եւ բնականաբար գրքի վերջին աշխատանքները տպումագրքի բնականաբար Ընդհանրապես նախորդ եթերում դուք նշեցիք, որ բավականին լուրջ քանակություն է միանում մարդկանց ձեր համազգային, չէ՞։ Այո, համազգային խնդրանքին, հետաքրքիր է այս անգամ ինչպես է անցել։ Սա մի արդեն ավանդույթ է դարձել, միշտ կարծես։ Եվ գիտեք ինչն է հետաքրքիր, որ մարդիկ իհարկե որ ինձ զանգ են տալիս, արդեն ասում են անձամբ, ամեն օր, մենակ երեքշաբթի եւ հինգշաբթի չէ, ամեն օր պարտադիր երկու անգամ իրենք հնչեցնում են այս մեր համազգային խնդրանքը։ Իսկ կոնկրետ օրերին, որը որ մենք նշել ենք, այս վերջին անգամները ուրեմն 188,900 հոգի է մասնակցել։ Նախորդից ավել։ Այո, 179 ու ինչքան էին անցած անգամ, իսկ այս անգամ արդեն 10,000-ից ավել։ 10,000-ից ավել, այո, թվերն աճել են, շատ լավ է, շատ ողջունելի է։ Այս տեմպերով էլ պետք է շարունակենք եւ ես հուսով եմ, որ շատ բարձր ժամանակում այս թիվը հաստատ եւ կկրկնապատկվի եւ կտասնապատկվի։ Նախորդ հաղորդմանը մենք խոսեցինք մարդկային զոհաբերության մասին, դուք բավականին հետաքրքիր մեկնաբանություն ունեցաք, բայց դրա նպատակները կարծես թե ասենց համապարփակ չանդրադարձ չեղավ։ Կխնդրեմ մարդկային զոհաբերության նպատակին անդրադառնալ, հարգելի Լիլիթ։ Շնորհակալություն հարցի համար, շատ կարևոր հարց եք տալիս, որովհետև նպատակի գիտակցումից շատ բան է կախված։ Մենք որքանով կտրվենք այդ մանիպուլյացիաներին։ Զոհաբերությունը այնպես չի, որ ինչ որ մեկը մարդկային արյունը խմում է, ուտում է եւ դրանից ավելի հզորանում է։ Նման բան գոյություն չունի։ Դա ծես է ընդամենը, որը հոգեբանորեն մարդկանց վրա ազդելու, նրանց վախի ու սարսափի մեջ պահելու նպատակ ունի, ինչպես նաեւ առաջնային նպատակը հակառակորդի, իրենց տեսակետից հակառակորդի կամ թշնամու քանակի կրճատումն է։ Այսինքն կրճատել հակառակորդի քանակը եւ վախ ներշնչել նրան ընդմիշտ։ Եթե մենք հասկանում ենք, որ այդտեղ վախենալու ոչինչ չկա, եթե դու պատրաստ ես դիմադրել, պայքարել եւ քո տեսակը պահպանելու համար ամեն ինչի պատրաստ ես, հետեւաբար այդտեղ որևէ հոգեբանական կախվածություն, ընկճվածություն չի կարող առաջանալ դրանից։ Մնացածը հետևանք է, ինչու թույլ տալ քո սեփական տեսակի քանակի կրճատում, մեկը մյուսով պայմանավորված։ Սա նպատակների մասին։
Կուզեի եւս անդրադառնալ մի շատ կարևոր խնդրի, որ մինչ օրս այդ հարցադրումները հնչում են Սուրբ Սրբոց երկնային տերտիրուհիների անվանումների վերաբերյալ։ Պետք է վաղուց հնչեր այս հիմնավորումը, բայց ամեն անգամ ոնց որ եթերի ժամանակը չի հերիքում ու դուրս է մնում սա։ Միջանկյալ դուք անդրադարձել եք, բայց եւս մենք ասել ենք, որ դրանք հունական չեն, բայց հիմնավորումը ինչպես դա ապացուցել էլի փրկության է հասնում մեզ Մովսես Խորենացին։ Հիմա ես կնշեմ գլուխը, որտեղ նա նշում է գիրք առաջին գլուխ Զ, այսինքն 6-րդ։ Որտեղ Խորենացին նշում է, որ Արամե թագավորը մեր սահմանները վերականգնեց, հասցրեց մինչև մեր նախկին սահմանները, որոնք հասնում էին մինչև Դյուցնկեց լեռ, որն այժմ կոչվում է Օլիմպոս։ Լավ լսենք, որտեղ են եղել մեր սահմանները։ Հետո ինչ որ հետագայում այդտեղ Հունաստան պետությունն է ձևավորվել, չէ որ մենք գիտենք, որ սա միասնական համակարգ է, միևնույն տերտիրուհիների տիրույթներն են, նրանց ժառանգների տիրույթներն են եւ այլն։ Եվ եթե այդ անվանումները մի քանիսը այնտեղ են պահպանվել, մի քանիսը մեզ մոտ, այս մշակութային տոտալ ոչնչացումից հետո ոչ մի տարօրինակ բան չկա, այնպես որ սիրելիներս, սիրելի հայ հետևորդներ, մեր սահմանները այո մինչև Օլիմպոս են հասել։ Հետևաբար հունական նույնիսկ անվանումների մեջ որևէ զարմանալու տարօրինակ բան չկա։ Հետևաբար դրանք հունական չեն։ Բայց ես կներեք էլի Օլիմպոս Դյուցնկեց։ Դյուցնկեց լեռ, այո։ Դա նույն լեռն է։ Դյուցնկեց։ Այ քեզ հետաքրքիր բան։ Դյուցի լեռ գուցե։ Ասում են չէ, այնտեղ Զևսի նստավայրն է եւ այլն։ Հոմերոս կարտած։ Գիտենք ով է։ Քրոնոսի որդին։ Դա Իսկ որ տարածքը մի քանի քաղաքակրթության ժամանակ անգամ միավորված է եղել, տարանջատում չի եղել, անգամ հակառակորդ կողմի հետ տարանջատում չի եղել, միասնական տարածքում եղել են, ապրել են, այսպես ասած, տարօրինակ ոչինչ չկա։ Մեծ առումով անվանումների մեծ հայքի գերակշիռ, ըստ էության բազան հելենիստական մշակույթ էր։ Եկեք նման բան չասենք։ Ինչու՞։ Այդպես չի։ Հենց այս պարզ պատճառով, որ Լավ, հելենիստական չէ, հայկական։ հելենիզմի հիմքն է հայկականը, ինչու՞։ Այդ ուրիշ բան, բայց այն ժամանակ ամեն դեպքում Մակեդոնացուց հետո Տիգրան Մեծը գիտեք, զորով շարով բերում էր, լավ երանում, եւ կայացնում էր կայսրություն։ Մուսածինի տաճար, որը ունի երկթեք տանիք, ճակտոն, սյունասրահ, որի նույն ոճային ճարտարապետական ոճի պահպանումն է մեր Գառնիում, մի փոքր փոփոխված տարբերակով, դեռ այն ժամանակ որևէ հելենիստական հաստատված, կայացած ճարտարապետություն գոյություն չուներ եւ Հունաստանում փայտի սյուների վրա էին հենվում ծածկերը։ Ով ումից ինչ է փոխառել, եկեք չմոռանանք։ Եթե մենք մերին տեր չկանգնենք, հետո ումից ենք նեղանում։ Ամեն ինչ արդար է գիտի։ Դե հա, այդ առումով դժվար է դες այդ վիճել, որովհետև շումերական նույնիսկ արձանագրություններում շումերները մաքուր հայեր են։ Վերջացավ։ Վերջ։ Չէ, սա փաստեր կան եւ մենք բարբերաբար ենք տարբեր հյուրերի հետ անդրադառնում, ավելին շուտով ֆիլմ մեր եթերով կգնա, այդ փաստերը վկայող եւ արձանագրող։ Պարզապես շումեր դիցի անվամբ են նրանք կոչվում, շումերներ։ Նրանց հովանավորն է շումեր դիցի։ Ֆանտաստիկ բացահայտումներ են, որքանով մեզ հետ աղերս ունեցող եւ որքանով հայկական, բարիս ուղակի մաքուր։ Այո։ Այսօր կխոսենք երկու շատ կարևոր թեմաներից։ Երկրորդին, եթե հասցնենք կանդրադառնանք, առաջինը դա հայկյան տոնացույցն է։ Շատ սպասված թեմա մեր հետևորդների հանդիսատեսի կողմից բոլորը հարցնում են։ Եվ երկրորդը դա չակրաները, եթե կհասցնենք կխոսենք չակրաներից։ Նույնպես բավական հետաքրքիր եւ կարեւոր թեմա է, այնտեղ էլ լավ բացահայտումներ կան գեղեցիկ։
Խոսքը նախաքրիստոնեական տոների մասին է։ Այո, հայկյան տոնացույց։ Հայկյան Եվ տոնացույց։ իհարկե շատ տոներ են եղել, բայց մենք կանդրադառնանք այն տոներին, որոնք որ մենք հասցրել ենք բացահայտել։ Դրանք թվով այսօր կլինեն 10 այդ տոներին կանդրադառնանք։ Դե բնականաբար առաջինը հենց նոր տարին, կսկսենք նոր տարով, անցած անգամ մենք խոսել ենք իհարկե նոր տարուց, բավական մանրամասն նկարագրել ենք Արեգ ամսվա Արեգ օրը, որ նշվել է այսօր համընկնում է դա փետրվարի 18-ի հետ։ Եվ այդ առիթով ես ուզում եմ շնորհավորել մեր հայրենակիցներին, համայն հայությանը, քանի որ այսօր գիշերը փետրվարի 17 եւ 18-ն է, այսինքն մեկնարկում է իրոք համայն հայության նոր տարին, իրական նոր տարին։ Ես շնորհավորում եմ բոլորին, ցանկանում եմ սեր, առողջություն, երջանկություն իրենց ընտանիքներում։ Ցանկանում եմ, որպեսզի մենք արժանանանք Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային Տեր տիրուհիների համակրանքին եւ սիրուն։ Ցանկանում եմ, որպեսզի մենք վերանայենք մեր արժեքները եւ լինենք ավելի բարյացկամ եւ լավատես մեկս մյուսի նկատմամբ։ Թող այս տոնը դառնա ավանդույթ հայազգի համար, հիշենք այս օրը, չմոռանանք, որովհետեւ այն ինչ որ կա, նա ժամանակավոր է, մենք վերջի վերադառնալու ենք սրան։ Վաղ թե ուշ եւ ես կարծում եմ այդ օրը շատ շուտ կգա։ Շնորհավորում եմ։ Նախաքրիստոնեական ժամանակաշրջանում փետրվար 17 լույս 18 էին տոնել։ Այո։ Իրականում մարտի 1, այսինքն Արեգ ամսվա Արեգ օր, բայց քանի որ մենք ունենք ժամանակացույցի խախտում, այսօր այդ օրը համընկնում է փետրվարի 18-ին։ Այսինքն կգա ժամանակ, երբ որ կվերականգնվի ամբողջ ժամանակացույցը, այդ օրը կհամարվի Արեգ ամսվա Արեգ օրը։ Եվ փետրվարի այդ 2025 թվականին այդ օրը 5 շաբթի օրով պետք է սկսվի։ Այդ օրերն էլ մեր մոտ էլի նույնպես խախտված են։ Այսինքն մեզ մոտ 3 շաբթի են գնում, այդ 18-ը իրականում պետք է լինի 5 շաբթի օրը։ Հետաքրքիր է։ Դե մի լրացում անեմ, այո, իհարկե։ Բանավեճեր են գնում, թե հեթանոսության շրջանում չէր կարող լինել այնպես, որ գիշերը նշվեր որևէ տոն, բայց իգիտություն մեզ բոլորիս, այո, գիշերվա 12-ից սկսել է տոնակատարության սկիզբը, նշումը, մինչև հաջորդ օրվա գիշերվա 12-ը։ Մեկ ամբողջ օր է տևել։ Մի ամբողջ օր, ոչ ավել, բայց գիշերն է սկսվել։ Ամբողջ գիշեր այդ խնջույքը, քեֆը շարունակվել է։ Դու ուտող խմող ազգ ենք եղել, էլի, լավ առումով։ Միշտ։ Լավ առիթով ինչու չուտել չխմել։ Այո։ Հաջորդը տիրին տեսն է, որին մենք արդեն անդրադարձել ենք, մի քանի օր առաջ էլի նշում ենք տրնդես վերանվանմամբ։ Տիրին տես, որի մասին խոսել ենք, դա իրականում մարտի 5-ի օրն է եղել, երբ տիրը եկել է իր կոռնուհու հարսանիքին, վառել են խարույկներ, շատ բարձր կրակներ, որպեսզի նրան տեսնել, քանի որ նա եկել է իր ամբողջ բոյով ու տեսքով, եւ այդ օրը վերածվել է տոնի եւ հիշատակվել է հարսանեկանի հետ կապված այդպես։ Նու փոքր անդրադարձ, քանի որ դրա մասին մենք խոսել ենք իհարկե։ Հաջորդ տոնը դա ապրիլի 7-ն է։ Շատ գեղեցիկ մի տոն, նրա խորհուրդը մայրությունն եւ գեղեցկությունը եւ տեսեք ոչինչ պատահական չի լինում։ Ուրեմն բացահայտեցինք, որ այս տոնը նվիրված է մեր Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տիրուհի Անահիդային։ Եվ ինչի մայրության եւ գեղեցկության, քանի որ ծնվում է նրա առաջնեկ աղջիկը այդ օրը ապրիլի 7-ին։ Ապրիլի 7-ին։ Դա մեր բոլորի կողմից շատ սիրված Սուրբ Նանեն է։ Դա Նանեի ծննդյան օրն է։ Եվ քանի որ մինչ այդ եղել են երեխաներ, իհարկե, բայց ոչ աղջիկ երեխա, բոլորն ունեցել են երեխաներ։ 4 տղա են եղել։ Այո, 4 տղա։ Եվ այդ օրը պատկերացրեք 4 տղա ու ծնվում է գեղեցկուհի Նանեն։ Շատ լավ եմ պատկերացնում, որ մենք 4 աղբեր ենք։ Այո, ծնվում է գեղեցկուհի Նանեն եւ շատ մեծ տոնախմբություն է կատարվում եւ երկնային տիրուհու
պատվին, Սպասված բնականաբար, որպեսզի այո, հրաշք։ այո, եւ նշվում այդ տոնը այդպես։ Այդ օրը ուրեմն մարդիկ պետք է կանանց իհարկե, սա կանանց է վերաբերվում միայն, աղջիկներին չի վերաբերվում այս տոնը, նվիրում են ծաղիկներ կանանց, ցանկանալով նրանց մայրություն, գեղեցկություն, որպեսզի այն բերկրանքը, ինչ որ ապրել է մեր Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տիրուհին, որ նրանք էլ այդ բերկրանքը ապրեն եւ մայրանան եւ գեղեցկանան եւ գեղեցկուհիներ լույս աշխարհ բերեն։ Նվիրված է այս ամենին այս տոնը։ Եթե լրացումներ կան Լիլիթ ջան։ Չէ, լրացում չկա։ Ահա։ Այսինքն Նանեն եղել է տիեզերքում ծնված առաջին աղջիկը եւ Անաիդայի առաջնեկ աղջիկը եւ ամբողջ տիեզերքի առաջնեկ աղջիկը։ Հաջորդ տոնը նույնպես շատ գեղեցիկ տոն։ Ես շատ սիրեցի այս տոնը, իրոք։ Չնայած բոլոր տոներն են շատ լավ է, շատ գեղեցիկ ու ամենակարևորը շատ լուրջ, շատ հետաքրքիր խորհուրդ ունեն։ Սա մայիսի 21-ն է, Վարդավառը։ Այս մասին Լիլիթը կխոսի։ Խոսես Լիլիթ։ Մայիսի 21։ Մայիսի 21։ Այսինքն սա ջրոցին չի, որ մենք շփոթում ենք ջրոցին, սրանից հետո խոսենք ջրոցի մասին։ Ջրոցին լրիվ մեկ այլ բան է։ Այ Վարդավառը լրիվ այլ խորհուրդ ունի, լրիվ։ Վարդավառը նույնպես նվիրված է Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տիրուհի Անաիդային եւ ինքը խորհրդանշում է արեգակի արևի լույսի ջերմության որպես կյանքի աղբյուր լինելու խորհուրդը ունի արևն է խորհրդանշում միաժամանակ նվիրված է Անաիդային լույսի եւ ջերմության հաղթանակ այսպես ասենք բնության մեջ ինչ է ընդունված եղել իրար նվիրել զույգ թվով ամբողջությամբ բացված վարդեր որոնք խորհրդանշում են հենց արևը եւ հավերժությունը հավերժության խորհրդանիշը եթե մենք մի քիչ ուշադիր լինենք անպայման վարդակել անվանում ենք վարդական վարդյակ հա դե այո հավասարաթև խաչի վրա հավաքված անմոռուկների նման էլի տարբեր ձևեր ունեն մինչ օրս մեր ամբողջ դեկորատիվ կիրառական արվեստում ճարտարապետության մեջ կիրառվող ռելիեֆները հենց վարդակել կոչվում են այսինքն նրանք վարդի իմաստը ունեն բացված ամբողջությամբ այն որ վարդ բառը նաև գիտելիքների համակարգ է նշանակում չի հակասում այս տեսակետին եւ կապված են հենց վարդավառի այսինքն արևի հավերժության հետ եւ նաեւ խորհրդանշում անմահությունը մարդիկ իրար նվիրելով այդ բացված վառվող այդ վարդերը նաեւ նրանց ցանկանում էին որպեսզի նրանք էլ հասնեն այն անմահությանը որը գիտենք որ կար եւ ժամանակի ընթացքում ով հասնում էր ով չէր հասնում այսպես կորցրած էր Այսինքն վարդավառ տոնի խորհուրդը դա է այո հավերժություն եւ անմահություն այո վարդը որպես խորհրդանիշ նվիրել այդ նպատակով, այդ ցանկությամբ, այդ մղումով։ Հաջորդը Սիրուն խորհուրդ է էլի իրեն մեջ։ Շատ գեղեցիկ, շատ։ Ես շատ տպավորված եմ այդ տոնով։ Կամեցողություն, ամենակում բարություն է, էլի։ Իհարկե, ցանկանում ենք դիմացինին հավերժություն եւ անմահություն, պատկերացնում եք։ Եվ ծաղիկներ։ Եվ հիմա է որ մեկն են, այո, առաջ իրականության մեջ կենք թվով ծաղիկներ չեն նվիրել։ Հա, այդ պահը ոնց է չի հակասում այդ զույգը իմ ներկայիս ընկալման զույգը եւ սիմետրիան կատարյալ ձևեր եւ թիվեր հիմա էլ որոշ երկրներում կան այդ պահպանված գիտեք բայց տեղ ընդունված չի նո մեր մոտ հայերից մոտ ընդունված չի օրինակ այո երբեք նրանք չեք տեսնի որ կենտ ծաղիկ նվիրեն որևէ տոնի նրանք կենտը տանում են մահվան նրանք նվիրում են զույգ այո Բանել կա որ իրենք ճիշտ Դե փոփոխվում է ամեն դեպքում Գոնե իրենց մոտ պահպանվել այդ մի բանը Ինչպես օրինակ անուն հայրանունով դիմելու ձևը ռուսների մոտ որ պահպանվել է դա ճիշտ է որովհետև դիցերը չունեն ազգանուն ունեն անուն եւ հայրանուն Դիմելա ձևը ճիշտ է այդպես Հետաքրքիր է
Հաջորդ տոնը հուլիսի 6-ն է, որը որ ջրոցին է։ Նվիրված է Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տիրուհի Աթինաս Պալասին տոնը։ Հիմնականում երիտասարդներին է վերաբերվում տոնը, մասնակից են լինում երիտասարդները եւ դրա նպատակը այն է, որպեսզի նրանք ծանոթանան իրար հետ, ավելի մտերմանան, հետագա իրենց հարաբերությունները ստեղծելու համար, այսպես գեղեցիկ խաղ տոն է։ Լեգիտիմ առիթ է աղջկան ջրելը։ Այո, եւ նախապատրաստում է հաջորդ ավելի կարևոր մի տոն։ Հետաքրքիր է, վարդավառից հետո ջրոցին, բանն է, էլի, եւ եղանակային եւ կարծես տրամաբանական շարունակություն։ Նրանից հետո գալիս է հուլիսի 7-ը։ Արդեն բերքի հետ կապված տոն, շատ կարևոր բերքի հետ, դա ծիրանն է։ Մեզ հայերից համար շատ մեծ խորհուրդ ունեցող, իհարկե նաև խորհուրդ կտամ այսօր գիշերը, եթե մեր հայրենակիցները չեն զլանա, ճիշտ կլինի, որպեսզի իրենց տանը գոնե ծիրանի ճյուղեր ունենան նոր տարվա գիշերը։ Ծիրանի բերքահավաքի օրն է այսօրը, հուլիսի 7-ը։ Նույնպես նշվում է մեծ շուքով, հավաքում են բերքը, մեծ տոնախմբություն են կազմակերպում, միմյանց նվիրում են մեծ ծիրաններ, զամբյուղներ ծիրանների, այսպես եւ նաեւ ուղեկցվում է այն շատ գեղեցիկ երգով, ասմունքով, պարով։ Պարերը ավանդական, իսկ ցանկացած նմանատիպ տոնի դեպքում երգը եւ ասմունքը անպայման համապատասխան թեմատիկայով։ Այսինքն ծիրանենու նվիրված երգեր, ծիրանենու նվիրված բերքին, այո, բերքի առատությանը նվիրված երգեր, ասմունքներ, սկիզբն է սա ազդարարում։ Ահա, այո։ Դե մի օր չի տևում։ Դե այնուհետև հաջորդաբար մնացած բերքահավաքները, նրանց մասին էլ կխոսենք։ Այդ շատ գեղեցիկ տոն է եկավ Լիլիթ ջան, օգոստոսի 1-ը։ Խնդրեմ։ Եթե ջրոցին համարենք նախերգանք, սիրահարների տոն կոչվող, սիրահարների օր կոչվող մի շատ մեծ տոն է եղել, շատ սիրված, որ բավականին ճոխ նշվել է մեր մեջ։ Նրա խորհրդանիշը Շուշանն է, որպես անաղարտության, մաքրության խորհրդանիշ, այո, Շուշաններ իրար նվիրել է, եղել է պարտադիր այդ օրը։ Սա եղել է զուտ երիտասարդների մասնակցությամբ իրականացվող տոնակատարություն։ Վալենտինն է, էլի այն ժամանակվա։ Կամ Սուրբ Սարգիս։ Եկեք չաղավաղենք։ Լավ, ընդունեցի։ Այս տոնին երիտասարդները պատրաստվել են նախապես, որովհետև տոնի պարտադիր բաղկացուցիչ մաս է եղել սեփական ձեռքերով ստեղծված որևէ իրի նվիրումը հակառակ սեռի իր հավանած աղջկան կամ տղային։ Պարտադիր։ Այս տոնը հենց պայմաններ է ստեղծել, ստիպել է, եթե կոպիտ ասենք, որպեսզի ապաշնոր որևէ երիտասարդ չմնա, չլինի, որովհետև մրցակցություն է եղել, այո, բոլորը տեսնում էին ում ձեռքի աշխատանքն է ավելի գեղեցիկ, ավելի կատարյալ, ով ում ինչ է նվիրում եւ այդ մոտիվացիա է, էլի։ Այո, ահողակի ստիպես, որ սիրած տեղակին գիշերը չքնես, քեզ կոտորես գնաս։ Նաև դա պատճառ է հանդիսանում, որպեսզի նրանք ճիշտ ընտրություն կատարեն։ Եվ տեսնում են աղջիկներից ովք է ձեռքի շնոր, ով ունեն եւ այլն։ Նրանք նաև իրենց ձեռքով պատրաստել են այդ օրվա բոլոր ուտեստները։ Տոնախմբության մաս է եղել ծաղկեպսակների, հյուսումը ծաղիկների իրար նվիրումը, երգը, պարը, պարտադիր, նշվել է դա անպայման բնության գրքում եւ մեծահասակներն ու երեխաները եղել են հանդիսատեսի կարգավիճակում։ Եվ երեխաների համար սա նաև դպրոց է եղել, ուսուցողական մեծ փորձառություն, այսպես ասած, ինչը ինչպես, եւ այո, ծանոթանալու հավանած աղջկան կամ տղային իրար հետ շփվելու շատ ավելի ճիշտ,
քաղաքակիրթ ես կասեի, ձև է եղել։ Ավելացված արժեք են ստեղծել մարդիկ կոնկրետ, օգեգն բարձր, մոտիվացված, գնում ես ամեն առումով, կաշվիցը դուրս ես գալիս, որ տպավորես իրացը տեղակին, դրանից լավ բան։ Եվ տոնախմբությունը ավարտվել է ճաշկերույթով եւ այլն, բնականաբար դրական հետևանքներ եղել են, այդ աշուն ով ում հետ է ամուսնացել, ծանոթացել են, տեսել են իրար եւ այլն։ Այս տոնը ցավոք վերացել է քրիստոնեության ընդունման հետ։ Արգելվել է։ Որպեսզի արգելվի նաև ազգային երկն ու օրինակ։ Չգիտեք ինչու։ Կարդացեք Արույր Սևակի եւ այլ մի մասշտոց։ Չեմ կարողանում լոգիկան լավ, это отдельная тема։ Ցավոք ամեն ինչ կապված է։ Այդ տվյալ դեպքում, հա, ազգային ու քրիստոնեությունը, որը երկար զրույցի թեմա է, որը այդպես չի ըստ իս։ Ամենայն արգանքով մենք հակադրում, այն գլխից հակադրելով եկել են իրենք։ Okay, թողեցինք։ Ուրեմն ինչպես եղավ մի փոքր այս տոնի հետ կապված ես ասեմ, ինչպես եղավ, որ մենք տեղեկացանք այս տոնի մասին, մինչև հիմա այդ պատկերը իմ աչքի առաջ է, երբ որ մենք տոնացույցի վրա էինք աշխատում եւ խնդրում էինք նրանց, որպեսզի մեզ հուշեն, որպեսզի ինչ որ բացահայտումներ անենք տոների հետ կապված, մի հրաշք տեսիլք տեսա ես։ Հենց այս տոնի հետ կապված։ Ուրեմն մենք գտնվում էինք Քարահունջի իրականում զորած քարերի, ինչի եմ ասում այդպես, որովհետև գիտեք ոչինչ պատահական չի, դա մենք չենք հնարում, դա իրենք են ասում։ Եվ ես տեսնում եմ մեծ տառերով գրված է զորած քարեր, այսինքն ոչ թե քարահունջ, այլ զորած քարեր։ Եվ մենք այդ տարածքում ենք գտնվում, ես բարձրանում եմ դեպի այդ սարերը, ոնց որ կարելի է այսպես ասել, ու ամբողջ այդ տարածքը պատված են շուշաններով։ Ու ես ապշած նայում եմ, ասում ինչ ծաղիկներ են այստեղ, ու ինձ հուշում եմ, որ այս բոլորը շուշաններ են, ես մոտենում եմ ու տեսնում եմ ամբողջ մի դաշտ պատկերացնում եք, հսկայական տարածք, ամբողջը շուշաններ։ Ու այդտեղ տեսնում եմ այդ երիտասարդներ, աղջիկներ, տղաներ, ինչ որ մի ծես, բոլորի գլխին ծաղկե պսակներ, աղջիկների գլխին ծաղկե պսակներ, ծաղկափախ հավաքում են ու զգացում է, որ այստեղ մի տոն է, ինչ որ մի բան են նշում շատ մեծ շուկով։ Ու իհարկե երբ արթնանում եմ, շատ տպավորված այդ ամենով, հարցնում ենք, թե սա ինչ էր նշանակում, կարող է մի շատ մեծ խորհուրդ էր հայերիս համար եւ այլն, եւ բացահայտեցինք, որ ոչ, սա մեր կորցրած տոներից մեկն է, որը որ հենց այսպես էլ կոչվել է եւ մենք վերականգնեցինք սիրո տոնը, որ երիտասարդները միմյանց նկատմամբ այսպեսի այո։ Դե ինքը իսկապես շատ կարևոր է միջանձնային հարաբերությունների հանրային հավաքական ընկալման առումով։ Հիմա չկա դա։ Դրա պակասն է։ Տեսնում եք, որևէ բացասական կողմ չի կարող ունենալ այս երևույթը։ Ինչը կարող է լինել բացասական։ Սա մի շարք այլ sense մուլտիպլիկատիվ էֆեկտ է էլի ունենում մարդու վրա։ Ես ավելին երազում եմ այս տոնի վերականգնման մասին, երազում, որովհետև ես որ նայում եմ երիտասարդներին, եւ աղջիկներին, եւ տղաներին, որոնք արդեն 30-ից 40-ին են մոտենում եւ շփում չկա, բացարձակ իրենց թվում է, բացառվում է իրենց հավանական զույգի գոյությունը։ Ուղղակի չկա տենց մարդ։ Նկատել եք հնարավորությունը չէ՞ տալիս հեռախոսը նոր կոմունիկացիաները շփմանա։ Բայց հիմա մարդիկ ավելի մեկուսի են, ավելի ինքնամփոփ։ Կենթանի շփում չկա։ Էն էլ ազգային հողի վրա, երբ որ ամեն ինչը ազգային է, դեկորատիվ կիրառական արվեստի նմուշներ, գուցե գորգեր էին գործում, ցուցադրում, գուցե տան կահկարասի տղամարդիկ ստեղծում էին դեկորատիվ կիրառական արվեստի այնպեսի գեղեցիկ նմուշներ, որ այդ մրցակցությունը, կատարելությունը, ընդհանրապես մրցակցությունը վատ բան չի, լավ հողի վրա։ Եվ ազգային երգը, պարը, ազգային խոհանոցը, տեսեք մշակութային ինչ հզոր ազդակ է այս մի տոնը, որպեսզի պահպանվեն բոլոր այդ բաղադրիչները մշակութային։ Դրան գումարած մարդկային շփումը ամենակարևոր։ Ես կրկին ասում եմ, երազում եմ, թե երբ է վերականգնվելու այս տոնը։ Պետք է վերականգնել, եթե լավ բան է, պետք է վերականգնենք։ Հաջորդը օգոստոսի 11-ը։ Շատ կարևոր եւ խորհրդանշական տոն մեր հայերիս համար։
Հայկի եւ Նեբրովթի պատերազմում մեր տարած հաղթանակի օրն է։ Այն նշվում էր նույնպես մեծ տոնախմբությամբ, համազգային, համահայկական խաղերով, որտեղ որ հիմնականում ուժային խաղերն էին գերակշռում, ըմբշամարտ, նետաձգություն, էլ ինչ կարելի ջան Օգոստոս 11-ը նավասարդը չէ։ Ուրեմն թռիչք երկարություն, ծանրամարտ, բռնցքամարտ եւ այլն։ Օգոստոսի 11-ը սիրելի հայ ժողովուրդ թյուրիմացաբար նույնացվում է ինչ որ տիեզերական երևույթների, այո, իհարկե, ինչ որ ժամանակային սկզբի եւ այլնի հետ նման բան գոյություն չունի։ Մենք պարտավոր ենք ասել այն, ինչ մեզ փոխանցվում է։ Որևէ հիմնավորում չկա պնդելու, որ օգոստոսի 11-ը կապ ունի կամ Քարահունջի կամ այդ Գավազանի վրա Օրիոնի համաստեղություն եւ այլն։ Հայկի Եռագոտին եւ ընդհանրապես Հայկը Օրիոնի հետ կապ չունի։ Եկեք դա ֆիքսենք, երբեք չխառնենք։ Հայկը ինքը ապրում է Խոյի համաստեղությունում, երևի մենք այդ մասին նշել ենք, թե չէ, ես չեմ հիշում, Օրիոնի համաստեղությունում էլի ապրում են Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային Տեր Արամազդի սերունդները, բայց ոչ Հայկը։ Արտաքին տեսքը Օրիոնի համաստեղության ընդհանրապես, չգիտես ինչու, նույնացնելու առիթ է դարձել։ Մենք սիրում ենք նույնացնել, չէ՞։ Տոները ծննդյան օրերի հետ նույնացնել, այո։ Չգիտենք ինչի ինչի վրա։ գնում են, մարդիկ գնում են օգտագնացության Գնում են։ Սիսյան։ Համախմբման մի ձև է, որ միայն ողջունել կարելի է, բայց պետք է իմանալ ճշմարտությունը։ Պատերազմը տևել է, ավարտվել է մի օր, մի օրում, հետագայում դա մեծ շուկով, քանի որ այդ պատերազմում մեր հաղթանակը հիմք է դարձել առաջին միավորված հայկական պետականության ստեղծման համար, ծովից ծով, 4 ծովերի արանքում, այսպես ասած, 7 համեմատաբար փոքր հայկական պետություններ միավորվել են, բայց այդ մասին մի ուրիշ անգամ կխոսենք։ Հետևաբար շատ ճոխ ձևով դա միշտ նշվել է։ Ինչ վերաբերվում է համահայկական խաղերին, դրանք նախատիպն են եղել օլիմպիական խաղերին։ Մենք սա էլ պիտի նշենք։ Այո, որպեսզի հատկապես տղամարդիկ մշտապես լինեն ռազմական մարտունակ վիճակում, այո, մշտապես նրանք պետք է անընդհատ մարզումների, ֆիզիկական աշխատանքի եւ այլնի մեջ լինեին։ Եվ տարին մեկ անգամ հենց այդ մեկ օրը հնարավորություն ունեին ցուցադրելու իրենց կարողությունները։ Ուժային, ինչպես Գոհարը նշեց, սպորտաձևերում դրանք են եղել ըմբշամարտի հայկական տարբերակը, որ կոխ է կոչվել, որքան ես հիշում եմ, ծանրամարտ է եղել, բռնցքամարտ է եղել, նետաձգություն, նիզակի նետում, թռիչք երկարություն, այո, հիմնականում սրանք։ Ինչ վերաբերվում է կանանց, ի տարբերություն օլիմպիական խաղերի, կանանց մասնակցությունը արգելված չի եղել այս համահայկական խաղերում։ Իսկ կանայք էլ պետք է ուժեղ լինեն։ Այո, այո։ Դե հատկապես հայ կանայք։ Դա չեն խանգարում, որպեսզի կինը իր ճիշտ տեղում լինի։ Այսօր էլ են կանայք ուժեղանում, բայց մի փոքր արդեն դիրքը շեղվում է։ Շատ մեղմ եք արտահայտվում։ Հաջորդը դա օգոստոսի 18-ն է, ամանորը։ Այս ամառը ինչ ակտիվ ենք անցկացրել ժամանակին։ Բայց տեսեք մի օր ա տևել, որովհետև ամռան սեզոնին ոչ ոք պարապ չինի, շաբաթ կերուխում անի։ Ձմռանը սկիչ արի։ Այո։ Օգոստոսի 18-ը, որը կապված է եղել հացահատիկի բերքահավաքի հետ արդեն։ Ամի հետ, այսինքն չգիտեմ, մարդիկ շփոթում են ինչ-որ նոր տարվա էլի խորհրդի հետ եւ այլն, չէ, ամանորը նույնպես։ Ամը հենց ուտելիքի հետ է կապված։ Այո, ցորենը որպես հիմնական ուտելիք։ Եվ ինչի 18-ը, որովհետեւ 18-ից հետո հավաքված ցորենը
արդեն պիտանի չի եղել հաջորդ տարվա ցանքի համար։ Դրա համար միշտ այդ օրն է նշվել որպես տոն եւ հավաքն է եղել, որպեսզի ճիշտ իր նպատակին նաեւ ծառայի։ Այդ օրը նույնպես նշվել է շատ մեծ շուկով, իհարկե։ Ցորենի հասկերով ենք զարդարել մեր դռները, լուսամուտները, դռներից կախել դարպասները։ Ցորենի հասկերով այո զարդարվել են, նույնպես հնչել են երգեր, ասմունքներ, վերաբերվող ցանքին, վերաբերվող ցորենին, հասկին, հացին, այո։ Եվ իհարկե ուղեկցվել է նաև ազգային պարերով։ Պարերը միշտ ամեն անգամ նույնն են եղել, բայց ասմունքը եւ երգերը եղել են համապատասխան տոնին։ Տվյալ տոնի թեմաներով։ Դուք ասած ասում եք, ես ուզում եմ այսօրվա վրա էլ այդ անդրադարձը կատարեմ, դա հնարավոր համարում եք այսօր այս ամեն ինչի։ Միանշանակ։ Իհարկե։ Լուրջ։ Այո, իսկ ինչու ոչ։ Չէ, ոչ թե ոչ, այլ մարդիկ են փոխվել կամ իրենց ընկալումը։ Գիտեք, այսօր Ինքան սիրուն է այդ հացա ծորենի հասկերը բան եւ այլն, դրա մեջ բնություն կա, մարդկություն կա, բարություն կա։ Գիտեք, կան գյուղեր, որտեղ պահպանվել են ինչ-որ ձևով նշվում է եւ ամբողջ գյուղը մասնակցում է։ Բավական է լինի մի գործունյա գիտակից ուսուցիչ գյուղում եւ նա կարողանում է կազմակերպել ամբողջ երիտասարդության կյանքը, երեխաների մասնակցությունն այդ տոնակատարությանը սովորեցնում է եւ ծեսը եւ երգը եւ պարը եւ այլն հասկանեք շատ բան կարելի է փոխել եւ անել վերականգնել կարելի է հատկապես որ այսօր իրոք հետաքրքրությունը շատ մեծ է հատկապես մեր հայկյան տոների տոնացույցի նկատմամբ մարդիկ շատ են հարցնում ես նույնիսկ երբեմն տեսնում եմ որ հավաքվում են փորձում են նշել ինչ որ տոներ ու իհարկե կարեւոր է որ այսպես ասեմ Միգուցե ճիշտ օրը չեն նշում, ճիշտ խորհրդով չեն նշում, որովհետև մենք կորցրել ենք այդ ամենը, բայց գոնե ցանկությունը կա, ինչ որ մի ձև փորձում են նշել եւ ես շատ մեծ հույս ունեմ, որ այսօր ինչ որ մենք հնչեցնում ենք, նաեւ հիմք կհանդիսանա նրանց համար, որպեսզի նրանք վերանայեն այդ տոները, որոնք որ նշում են, եթե հարկ լինի, թող կապնվեն մեզ հետ, ավելի ճշգրիտ ինֆորմացիա մենք կտանք, կտեղեկացնենք եւ ինչի՞ չէ փորձենք վերականգնել։ Այո, թող իրենց հարցերը ճիշտ ձևակերպեն եւ ինչ չի որ մենք կարողանանք ճիշտ կողմնորոշվել հարցադրում անելու նույնիսկ կարող այո մասնագիտական առումով այնպիսի հարցեր լինեն մենք ուղղենք եւ այնպիսի բաներ բացահայտվեն ավելի լրացնեն ավելի գեղեցկացնեն այս ամենը եւ ամբողջացնեն Գիտեք, երբ որ Գագիկ Գինոսյանը սկսում էր ազգային բառը ռոպագանդել, շատ շատերն են եղել թերահավատ։ Ինչ պիտի անես դու մենակով, հայուգեն, ով որ հայուգենի մի քանի սուպերինտելիգենտ ծաղրում էր։ Գլուխը քարին է հայու տեսակ, հայուգեն, հա, հիշում եմ, շատ լավ եմ հիշում։ Արեց նա։ Այո։ Էն էլ ոնց։ Դե ամեն մեկը եթե նրա 3%-ի չափ փորձի գործանել իր տեղում, իր համայնքում, իր դպրոցում, իր միջավայրում շատ բան կարող է փոխել։ Շատ ճիշտ եք։ Պետք չի նստել, սպասել, տեսնենք ով ինչ կանի մեզ համար։ Փորձիր նախ ճանաչել, հասկանալ, քո ընտանիքում վերականգնել ինչ որ մի դրական բան, ազգային խոհանոցից սկսած։ Ինքդ որևէ բան։ Այո, այո։ Կերակուրից, պարից։ Ամենակարևորը սեփական նախաձեռնությունը, սեփական պատասխանատվությունը, սեփական քայլերն են, ինչի մասին մենք միշտ նշում ենք, որովհետև մենք ամենասարսափելի կողմը մեր իրականությանն է, որ մենք արդեն пассив ենք մեր իսկ ճակատագրի վճռման գործում։ Մեզ թվում է, всё իմացանք, ուրեմն մի անգամ խնդրեցինք, դիմեցինք, օգնեցին, չէ, ուրեմն վերջ, ուրեմն գնաց։ Իսկ եթե հանկարծ այս դուք օգնություն չզգացիք, ինչ պիտի անել այդ դեպքում։ Մի հատ քո ներսը պիտի նայես։ Իսկ գուցե քո մեջ է խնդիրը, իսկ ընդհանրապես գուցե չէ։ Անպայման։ Խնդրելուց առաջ եւ հետո մի հատ դու տես արդյոք քո քայլերը ճիշտ են եղել մինչ այդ դու քեզ արժանի համարում ես այդ օգնությանը որովհետև այդպես էլ կարող է լինել ու նորից խնդրիր քեզ ուղղորդել ճիշտ ճանապարհով նաև ոչ թե
հանապազորյա հաց տալ օրինակ էլի։ Չհանձնվել, պայքարել եւ ուժեղանալ։ Անպայման։ Ընտրում են ուժեղները միանշանակ թույլերը փախչում են սրանից։ Եվ ովքեր չեն վախենում իրենք եւ ավելի ուժեղանում են նրանք։ Դե ոնց փախչես ինքդ քեզնից, հա? Պիտի առերեսվես այն իրականության հետ, ինչ ունես։ Ինչքան փախչես, ուր։ Այո։ Ինքը չգիտի որ նա իրեն։ Եվ հետո ամեն մարդ իր մասին շատ մեծ կարծիք ունի։ Այդ կա, հատկապես Facebook-ում, հա։ Խաղողի տոնի մասին։ Եթե նկատեցիք Գոհարի նշած տոների մեջ մեր ազգային խորհրդանիշ դարձած պտուղների մասին են տոների մի մասը։ Ծիրանը, ցորենը։ Հիմա կխոսենք խաղողի մասին, հետո ամենակարևորի մասին, նուռի մասին էլի կխոսենք Գոհարի մասին, այո։ Այո, հացը որպես մեր հիմնական ուտելիք միանշանակ կարևորագույն պտուղ սերմն է, ուտելիքն է եւ այս 3 մնացած մրգերը, ինչի մասին նշեցինք, շատ կարևոր բացառիկ մեծ նշանակություն ունեն առողջության, երկարակեցության, անգամ ֆիզիկական անմահության մասին առումով։ Բաղադրիչ մասն ենք ասում։ Մեկը մեկից ընտիր բաներ են, որ մեկն է վատը։ Խաղողի տոնը եղել է սեպտեմբերի 15-ին, էլի որը ազդարարել է բերքահավաքի սկիզբը։ Խաղողի տոնը օրի փոփոխման եւ բովանդակության փոփոխման հետ այսօր վերածված է խաչվերած տոնի։ Դա եղել է խաղողի տոնը։ Դե գիտենք խաղողի եւ օգտակար հատկությունների մասին եւ կարեւորության մասին, աստվածային խմիչքի մասին դրանից։ Այո, բայց մեր նախնիները ի տարբերություն մեզ խմել են միայն գինի, խմել են չափավոր։ Դրա մասին եմ ասում։ Շատ քիչ, միայն փոքրինչ տրամադրություն բարձրացնելու նպատակով եւ ոչ հարբելու։ Հարբեցությունը խայտարակ սարսափելի բան է եղել։ Մենք չենք հարբում, հարբում են ռուսները, թող մեզից օրինակ վերցնեն։ Էլի ջան, մի շատ հետաքրքիր, շատ գեղեցիկ տոնի մասին էլ արի խոսի, դա սեպտեմբերի 1-ն է։ Եվ սեպտեմբերի 1-ին, հա, մենք Հա, ոչինչ։ Ամանորից անցանք։ Հա, նորմալ է, ոչինչ։ 2 սեպտեմբեր է։ Նախ նշենք նաև, որ տոններ են համարվել Սուրբ Սրբոց, երկնային եւ երկրային Արամազդի եւ նրա կանանց արարման օրերը։ Դրանք բոլորը ճշտված են, գոյություն ունեն։ Արամազդին էլ մեջ տվեցինք, օգոստոսի 25-ը Արամազդի արարման օրն է։ Այնց է դուրս գալիս, որ օգոստոսին շատ տոն կա, մի տեսակ համից տոնվել եմ այդ ամիս համ, շատ տոներ է տոնվել, իսկական հայկական բան եմ զգում, էլի։ Մի շաբաթ հետո Արարիչը արարել է Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տիրուհի Արտեմիսեին, որի գործառույթները, եթե հիշում ենք, գիտությունը, կրթությունը, ոչ գիտական ոլորտը, այո։ Աշխարհի ճանաչումը, այսպես ասած, տնօրինում է Արտեմիսեն։ Եվ այն փաստը, որ մինչ օրս ուսումնական տարվա սկիզբը հենց սեպտեմբերի 1-ն է, այսօր էլ գիտելիքի օր է հայտարարված նաև, հենց կապված է նրա արարման օրը լինելու հետ։ Սա Արտեմիսեի արարման մասին։ Օրերը պատահական չեն, ես ճիշտ եմ հասկանում։ Փաստորեն ոչ։ Իրենց խորհրդով, իրենց հիմնավորմամբ, այո, ծննդյան արարման, այո։ Մենք դա ոնց որ պատահաբար բացահայտում ենք, հետո հասկանում ենք, որ պատահական ոչինչ չկա։ Հաջորդը, այո, շատ գեղեցիկ։ Այ քեզ հետաքրքիր տիեզերք։ Նռենիի օրը։ Նռենի։ Այո, նոյեմբերի 4-ը։ Նռնենի, իրենք ասում են նռենի։ Նռենի։ Իդեպ այս տոնը նույնպես բացահայտվել է մեզ մոտ տեսիլքի միջոցով։ Եվ ցույց էին տալիս ինչպես գեղեցիկ սպիտակ հագնված, բայց
կարմիր զարդանախշերով հագուստներով իրենք դիցերը մեծ պարկերով հավաքում էին նռեր եւ երբ հարցրեցինք թե այսինչ արարողություն է նրանք ասացին որ նռենիի օրն է այսօր նռենիի բերքահավաքը նոյեմբերի 4-ը նռենին համարվել է ընտանեկան տոն եւ այն խորհրդանշել է լիություն եւ առատություն Եվ մի շատ կարևոր բան բացահայտեցինք նաև այս առումով, որ ցանկացած հայ ընտանիքի բակում կամ տանը պարտադիր պետք է լինի գոնե մեկ նռենի։ Այո, շատ մեծ խորհուրդ ունի, դա մեր լիությունը եւ ամենակարևորը նուրը այն մրգերից մեկն է, որն իր մեջ պարունակում է անմահության գաղտնիքներից մեկը։ Այսինքն այն բաղադրիչը, որի մեջ կա այդ լրացում է անմահությունը։ Ճիշտ թե սուտ ասում են 365 հատիկ է, հա։ Չէ, իրականում այդպես չի, մենք հա, ճշտել ենք, դա այդպես չի համապատասխանում, բայց կարևոր չի, իրական չի։ Իսկ թե որն է այդ բաղադրատոմսը, որ կարելի է օգտագործել, դա արդեն կլինի մեր գրքում գրված, այդ բուժողական բաժնում ինչպես օգտագործել սննդամթերքները կամ որոշակի բույսեր առողջության նպատակով։ Հա, նռերու կեղևից սկսած, չէ՞, Այո, հենց պատկերացրեք, հենց կեղևն է, ամենաօգտակարը հենց կեղևն է, որը կոնկրետ չափաբաժնով, կոնկրետ ժամանակահատվածում օգտագործվում է։ Իհարկե, մենք քանի որ շատ բաներ ենք, միայն նռենին չի, այսինքն եթե մենք սկսենք օգտագործել այդ թուրմը, բնականաբար չենք դառնա անմահ, քանի դեռ նրանք մեզ չեն տվել բոլոր բաղադրիչները, Հələ միջև անմահություն, անիմաստ քիմիաներին փող չտալու փոխարեն, այո, դա կապահովի, գոնե այն ինչ որ գիտենք մենք կփոխանցենք մարդկանց, գոնե դա որոշակի չափով կապահովի նրանց այո առողջությունը։ Բնական առողջարարը, պիտանիա։ Ինչ է եղել սեղաններին տոնական պարտադիր եղել է ընտանիքով են նշել եւ նռան հյութը եւ նռան գինին եւ այդ թուրմը լինել։ Պարզապես թուրմը առավոտ շուտ է նխմում կարող էր եւ չլինել, բայց մնացածը պետք է լիներ։ Ինչպես ասեց ընտանեկան տոն է եղել, այսինքն ընդունված չի եղել ամբողջ համայնքով նշել եւ իհարկե հյուրը միշտ ցանկալի է եղել հայ ընտանիքներով իրենց տանը ընդունված չի եղել։ Նշել են այսպես գեղեցիկ այս ընտանեկան տոնը։ Անպայման ունենալով պարտադիր գոնե մեկ նռնենի կամ բակում կամ տանը։ Հա, տանը բնակարանում էլ չի կարելի։ Այո, կարելի է, այո, մենք հարցում արել ենք այդ հարցում։ Բարեբախտաբար այսօր շատ-շատերը ունեն տանը։ Այո, շատ կարևոր է։ Եվ ծիրանն է իր մեջ պարունակում անմահության բաղադրիչը եւ նռենին է պարունակում։ Հələ ինչ մրգեր ունենք, էլի խաղող, նուռ, ծիրան։ Այդ երեքը Չնաշխարհիկ երկիր է, այմր ասում են հետո Հայաստանը։ Այո, Հայաստանը ամենալավ երկիրն է։ Դա բոլորն են հասկանում։ Վստահ չեմ, բայց մենակ մենք չենք այդպես ենք կարծում։ Հա, աշխարհի մասշտաբով, հա, չէ, մենք ես ներոս նկատի ունեի, որ մենակ ավետյաց երկիրը սա է, ուր ձգտում են բոլոր ողջունները։ Շատ-շատերը, այո։ Քանի որ խոսքը գնաց առողջության եւ երկարակեցության մասին, մի հետաքրքիր բան նվեր անենք մեր հայրենակիցներին, ասենք, որ նրանք կարող են օգտագործել ամեն օր հասմիկի թուրմ, որը որ շատ օգտակար է առողջության համար, մի քանի ամիս օգտագործելու դեպքում իրենք կզգան, թե ինչպես է առողջությունը վերականգնվում։ Ուրեմն կարելի է բոլորին օգտագործել առանց սահմանափակումների, չնայած նրան, թե ինչ հիվանդություններ ունի մարդը, բայց ամենաշատը 2-ից 3 բուտոնչիկ հատիկ այդ ծաղիկներից։ Ծաղկաթերթ։ Այո, ծաղիկներ։ Ուրեմն թրմում ենք ջուրը 100 գրամ, թրմած ջրի մեջ լցնում ենք այդ 3 հատիկը, թողնում ենք 20 րոպե փակ բերանով, որից հետո այն կարելի է օգտագործել, խմել ցերեկվա ժամերին, երեկոյան այն չի կարելի օգտագործել, եւ այսպես սա համարվում է պրոֆիլակտիկ եւ վերականգնողական, ավելը խորհուրդ չի տրվում օգտագործել 2-ից 3 հատիկից ավել չի, որտեղ արդեն դա կլինի չափաբաժնի խախտում, քանի որ ամեն օր պետք է մարդը օգտագործի, դրանից ավել չի խորհուրդ չի տրվում։
Սա էլի շատ հետաքրքիր մի տեսիլքի միջոցով տրվեց ինձ այս ամենի մասին, քանի որ շատ մտահոգված էի, մտածում էի ինձ թե արդյոք մարդիկ առողջ են, քանի տոկոսանոց առողջություն ունի այսօրվա մարդը, մենք շատ ենք հետ գնացել, շատ ենք կորցրել այդ ամբողջ այդ գիտությունները, գիտելիքները, գոնե իմանայինք ինչ կարելի էր օգտագործել։ Այդ օրը նրանք ինձ ցույց տվեցին բույսը, ծաղիկը, հասմիկը, մի այսպես ծաղկաքաղ մեծ ափսեով, բուրում էր մի այլ կարգի, ու ես երբ որ հարցրեցի սա ինչ է, նրանք պատասխանեցին սա հասմիկի թուրմն է, հասմիկի ծաղիկներն են։ Եթե ուզում ես ունենալ 100% առողջություն, ամեն օր խմիր հասմիկի թուրմ։ Եվ լրացրեցին, սա ինձ են ասում, եւ լրացրեցին մենք ամեն օր խմում ենք հասմիկի թուրմ։ Այնպես որ նրանք ամեն օր խմում են։ Եթե մենք այս չափաբաժնով փորձենք օգտագործել մի քանի ամիս, զգալիորեն տարբերություն կզգանք մեր առողջականների պահով։ Եվ եւս մի բան ավելացնեմ, ուրեմն մենք գիտենք, որ մեր ընկերները դիմում են հերալուրային եւ հերահիլային։ Նրանք ունեն իրենց երրորդ քույրը։ Հերազդակ է, որ պատասխանատու է առողջության ոլորտում, մեր առողջությունների համար։ Նրանք երեքն էլ համարվում են այս համակարգում շտապ օգնություններ։ Իհարկե ամեն մեկը տարբեր բնագավառներում, իսկ հերազդակեն շտապ օգնության բնագավառում, առողջության բնագավառում։ Եթե մարդը վատ է զգում իրեն, պետք է օրինակ զանգահարել շտապ օգնություն կամ հանկարծակի ինչ որ բան է պատահում ու մենք չգիտենք ում դիմենք, ինչ անենք, ինչ օգնություն ցույց տանք, շրջվում ենք արևելք, 3 անգամ կրկնում հերազդակ է անունը եւ խնդրում նրանից շտապ օգնություն տվյալ մարդու համար։ Մարդ կարող է եւ իր համար խնդրել եւ իր մտերիմների համար խնդրել։ Նրանք երեքը քույրեր են։ Այ վերջական խորհուրդը։ Շնորհակալություն, եթե ավարտեցինք տոների մասով։ Հուսով եմ այսօր շատ հետաքրքիր ու բովանդակային հաղորդում եղավ, տոները sense տեղը տեղին ներկայացրեցինք, իսկ չակրաների մասին սպասեք եւ ավելին կարող եք մեկնաբանություններում արդեն իսկ նախահարցակ լինել եւ որոշ հարցերով գուցե նախապատրաստ եք մեր հարգարժան հյուրերին հաջորդ հաղորդմանը։ Շնորհակալություն ձեզ։ Միայն մի ակնարկ կանեմ, չակրաների մասին այն ինֆորմացիան, ինչ որ բավականին տարածված է եւ կա, մենք դրան չենք անդրադառնալու, մենք միայն կանդրադառնանք այն ամենին, ինչը ճշտված է եւ բացակայում է եղած ինֆորմացիոն դաշտում։ Շատ բարի, սիրով կսպասենք, շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ մեզ հյուրընկալվել էին տիեզերքի հարցերով վերլուծաբաններ Լիլիթ Մարգարյանն ու Գոհար Գրիգորյանը, շնորհակալություն, որ դիտեցիք մեր հաղորդումը եւ ամենակարևորը բաժանորդագրվեցիք մեր ալիքին։